Տիկին նախարար շարունակելով հարցը, հստակեցնող հարց եմ էլի ուզում հնչեցնել, տեսեք քաղաքացիների մոտ շփոթեցնող այսպիսի իրավիճակ է ստեղծվում, նախագիծը դեռ չընդունված արդեն քննարկումներ կար, որովհետև զրկվողների քանակն էլ օրեցօր ավելանում է, հիմնականում ոչ սթափ վիճակում վարորդներին նկատի ունեմ, վարողներին, իհարկե մտահոգություն ունեմ նաև այն առումով, որ եթե բալերի սպառման հիմքով են զրկվել, իրենց դեպքում փորձաշրջան սահմանելը գուցե որևէ այսպես օգուտ չտա, որովհետև եթե մարդը վարել չգիտի, վստահաբար 6 բալը ավելի քիչ է լինելու մի տարվա մեջ սպառելու համար, ամեն դեպքում կհասկանանք արդեն հետագայում վիճակագրությունը ուսումնասիրելից ես ուզում եի հստակեցնել, եթե մարդը օրինակ մի շաբաթ առաջ է զրկվել վարորդական իրավունքից, ապա պետք է պարտադիր 1 տարի հետո սպասի, հետո նոր 1 տարի հետո դիմի վարորդական իրավունքի վերականգնման համար բացառապես պետական տուրք մենակ վճարելով։ Տիկին Ղազարյան, առաջին մասով ձեր դիտարկման ես նշեմ, որ երբ որ մենք խոսում ենք բարերի սպառման մասին, մեր օրենսդրությունը հիմա նախատեսում է սպառելուց հետո կասեցման ինստիտուտ, եւ եթե կասեցման ժամանակահատվածում եւս որոշակի քայլեր կան, նոր զրկման ենք դեպի գնում։ Այս նախագիծը վերաբերում է բացառապես արդեն զրկված վիճակում գտնվող անձանց վարորդական իրավունքի վերականգնմանը, եւ ձեր հարցադրման արդեն երկրորդ մասին անդրադառնալով ես պիտի փաստեմ, որ այո, եթե նույնիսկ 1 շաբաթ առաջ է լրացել, անձը պիտի սպասի եւ սպառի 1 տարի ժամկետով զրկման ժամանակահատվածը, դիմի վճարի պետական տուր 50,000 դրամի չափով եւ կկարողանա սահմանվել իր համար 1 տարի ժամկետով փորձաշրջան 6 բալի շրջանակներում եւ ես վստահ եմ, որ եթե անձը ունի գիտելիք եւ հմտություն ճիշտ ձևով օգտագործելու այս կառուցակարգը, ապա 6 բալը պատշաճ կերպով կպահպանի մի տարվա փորձաշրջանի շրջանակներում եւ հետո արդեն կգանք 13 բալային ռեժիմին, ինչպես որ մյուս քաղաքացիների դեպքում է եւ ուզում եմ հատուկ շեշտել նորից, որ սա ընդամենը 1 անգամ տրվող հնարավորություն է։ Այսինքն եթե այս մոդելի կիրառման արդյունքում անձը մի տարվա ժամկետում փորձաշրջանը չկարողացավ օգտակար բարձր գործողության գործակցով ավարտել, նշանակում է, որ հետագայում որևէ շանս նմանատիպ չի տրվելու եւ գնում ենք ստանդարտ ռեժիմին, որը այս պայծրությամբ կա։